Ողջունում եմ բոլորիդ իմ սիրելի ու հարգելի հետևորդներ, ընկերներ, բարեկամներ եւ անծանոթներ։ Հուսամ բոլորդ լավ եք։ Մի երկու բառով ասեմ, ինչա կատարվում, ինչա տեղի ունեցել այս ընթացքում, ահագին ժամանակ ոչինչ փոշ չեմ անում, որտեվ ընդունում եմ քիմիայի դեղեր, որոնք շատ ուժեղ ազդում են իմ տրամադրության վրա, բայց ես իհարկե գիտակցում եմ, որ դա ընդհանրապես դեղերի ազդեցությունն է եւ ոչ մի լուրջ բան չկա։ Համենայն դեպս այն մարդիկ, ովքեր անցել են այս ամեն ինչի մեջով, ինձ կհասկանան շատ ավելի լավ։ Ցավեր ունեմ շատ, իհարկե առավոտյան, մեկ էլ երեկոյան ընթացքում դա արդեն դեղերով, ցավազրկողներով փորձում ենք դիմանալ մինչև անցնի այս ժամանակը։ Սակայն վախենալու ոչ մի բան չկա, եթե պատրաստ ենք կռվելու, ուրեմն պետքա կռվենք, եթե չէ, ուրեմն չէ։ Այն մարդիկ, ովքեր գտնվում են իմ իրավիճակում կամ անցնում են ինչ-որ sense փորձության մեջով, խնդրում եմ չընկճվեք, որտեվ կյանքը իրոք նվեր է բոլորիս ու ես կցանկանայի, որ բոլորդ պոզիտիվ նայեք այս ամեն ինչին, որտեվ քաղցկեղը ինքը մահապատիժ չի, ինքը վճիռ չի։ Նենց որ ամեն ինչ գալիս է ձեր տրամադրվածությունից, Աստծուն հավատալուց, աղոթքներից, դեղերից, ուտելիքից եւ մնացած ամեն ինչից, ինչը մեզ շրջապատում է։ Նենց որ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ կլինի։ Փետրվար ամսին գնալու եմ նորից այդ Գերմանիա ստուգումների, որովհետեւ Ամերիկայում չեմ վստահում, ստեղ այս բժշկական ոչինչին, արդյունք չի տվել ստեղ ոչ մի բան։ Այստեղ մենակ մտածում են ապահովագրությունից քաշեն ինչքան հնարավոր է շատ գումար, այսինքն դու աշխատում ես որպես մատերիալ իրենց համար, մի բան, ինչից կարելի է ինչքան հնարավոր է շատ փող քաշել։ Իսկ մեզ համար մեր կյանքը կարևոր է, մեր երեխեքի, մեր ընտանիքների համար, նենց որ պետք է անել այն ամենը, ինչ որ պահանջվում է անել, այսինքն չնայելով ոչ մի բանի, նյութական ու մնացած բաների, նենց որ որոշումները կայացված է այդպես ու պետք է շարունակվի այնպես, ոնց որ որոշել ենք։ Ընդհանուր առմամբ էս է կատարվում։ Հələ մինչև փետրվարի 12-ից 15-ը, ես չգիտեմ որը կգնամ, բայց դեռևս պետք է ամեն օր խմեմ քիմիաներ, տաբլետկաներ, դեղեր շատ, թվով 12 դեղ եմ խմում օրվա մեջ, ասեմ շատ բարդ է, շատ իր լավ ու վատ կողմերը ունի, ինչ որ տեղից լավացնում է, ինչ որ տեղից էլ ունի իր մինուսները, բայց ամեն դեպքում պետք է հաղթահարել։ Էլի ես կգամ ուրիշ հաղորդագրությամբ։ Ես շատ նամակներ եմ ստանում ձեզանից, չեմ կարողանում բոլորիդ հատառատ պատասխանեմ, բայց հույսով ամեն ինչ լավ կլինի ու տեղեկ կպայեմ, թե ինչ է կատարվում։ Աստված օրհնի բոլորիդ, չընկճվեք, լավ եղեք, ժպտացեք, որովհետև ժպիտը դա կյանք է։